Ողջույն հարգելի հայրենակիցներ, ես իմացա ցավալին որ ավելի քան 30,000 հայեր ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ զոհվել են։ Դա մեծ թիվ է հայ ժողովրդի համար։ Մենք 35 տարվա Ադրբեջանի հետ ընդհարումների պատերազմների ժամանակ այդքան զոհ չենք ունեցել։ Օգտվելով առիթից ես հարգելի հայրենակիցներ, ձեզ կոչ եմ անում ձեր կյանքը, ձեր տանգակին կյանքը վտանգի տակ չդնել փողի համար։ Ինչի է պետք այդ փողը, այդ փոքր փողերը, դա այդտեղ փոքր փողեր են տալիս կռվողներին։ Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլարի մասին է, որ շատ փոքր փող է։ Ինչի են պետք այդ դոլարները, եթե ձեր զավակները կզրկվեն ծնողից։ Այդ գումարները դուք խաղաղ պայմաններում էլ կարող եք աշխատել։ Դրա համար չնչին գիտելիքներ են պետք, ցանկություն է պետք ամենակարևորը և էլ ավելի կարևոր Աստծո օգնությունը։ Եթե դուք ազնիվ լինեք, եթե դուք աշխատասեր լինեք ու չարարեք Աստծուն, որ օգնի նա ձեզ փող աշխատելու հարցում, այդ փողերը կաշխատեք։ Այդ ցավալի երևույթի մեղավորներն են նաև մեր հանրապետության ղեկավարները, որոնք չկարողացան կայուն աշխատատեղեր ստեղծել հայ ժողովրդի համար։ Նրանք մտածեցին միայն իրենց արհեստանալու մասին։ Այո, 4-ն էլ մտածել են միայն իրենց արհեստանալու մասին։ Չմտածեցին, որ հայ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով ապրի։ Ճիշտ ասած, մի քիչ էլ անհրաժեշտ գիտելիքներ չեն ունեցել, չտես են եղել ու չեն կշտացել, երբ այդ փողերը տեսել են։ Հարգելի հայրենակիցներ, միայն ես կարող եմ ձեզ ապահովել բարեկեցիկ կյանքով։ Հայաստանը դարձել երազանքների երկիր, երկրագնդի բոլոր մարդկանց համար։ Խելքի եկեք, գոնե մի անգամ դուրս եկեք փողոց, պահանջեք Նիկոլից, որ նա իշխանությունը հանձնի մեզ, այսինքն նկատի ունեմ ինձ ու հայ ժողովրդին, նվիրել հայրենասերներին, հավատացեք այդ մեծ փողերը ես աշխատելու եմ, Հայաստանը դարձնելու եմ երկրագնդի ամենահզոր երկիրը, հայ ժողովուրդը ապահովված է լինելու, ապրելու է հավերժ երջանիկ կյանքով իր երկրում, մեր հայրենիքում, որը դառնալու է երկրագնդի ամենահզոր երկիրը, որը դառնալու է գլխավոր խաղաղության, արդարության, մարդասիրության գլխավոր երկիրը։ Այո, մենք Հայաստանը պետք է դրախտի վերածենք և դրախտը տարածենք ամբողջ երկրագնդով մեկ։ Ինչպես հայ ժողովուրդը պետք է լավ ապրի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ։ Միայն այդ դեպքում հայ ժողովուրդը պրոբլեմներ չունենա։ Նիկոլ, վերջապես իմաստուն որոշում ընդուներ։ Համագործակցի ինձ հետ, այդ անիծյալ իշխանությունը հանձներ ինձ, որը չարիք է ձեր բոլորի համար, որը քեզ համար դա մղձավաճ է։ Բոլորը ցանկանում են ձեզանից հետո վարչապետ դառնալ, բայց վարչապետ դառնալը դա փող աշխատելը չէ, սեփական կարիքների համար, փող բաժանելը չէ, ասֆալտ անել չէ, բորդուր փոխել չէ, գոնե Սերժի ժամանակ բորդուրներ էին փոխում, անդադ, դուք էլ հիմա անդադ ճանապարհներ եք ասֆալտ անում, որոնց կարիքը չկա։ Մի խոսքով նորից եմ կոչ անում, իշխանությունը հանձներ ինձ ու հանգիստ ապրեր։